Երբ ենթակառուցվածքները փոխում են մշակույթ, Դիլիջանում Green Rock բազմաֆունկցիոնալ համալիրի զարգացման շրջանակում բացված People's Rooms Co-living-ը եւ Villa 3 Community Hub-ը այսուհետ դիրքավորում են քաղաքը որպես կյանքի, աշխատանքի եւ զբոսաշրջության միջազգային նորությունություն, բացելով հնարավորություններ թե տեղացիների, թե զբոսաշրջիկների համար։ Villa 3-ը Community Hub է, որտեղ մարդիկ կարող են գալ, աշխատել, շփվել, նոր գաղափարներ գեներացնել, ծանոթանալ եւ շփվել իրար հետ մեկ վայրում։ Ունենք նաև People's, որը co-living տարածք է, որտեղ մարդիկ կարող են ապրել եւ այս երկու պրոյեկտները իրար հետ սերտ կապակցված են, որովհետեւ կարող են մեկ վայրում աշխատել եւ նոր մտքեր գեներացնել, քաղաքը փոխել, իսկ մյուս տեղում կարող են բնակվել։ Իմիջիայլոց նորություն է քաղաքում, որովհետեւ եւ գնային քաղաքականությամբ եւ ֆորմատով միակն է Դիլիջանում։ Նոր ձևաչափով People's Rooms Co-living-ը ստեղծվել է Դիլիջանում ժամանակակից եւ հասանելի բնակության նկատմամբ աճող պահանջարկին արձագանքելու նպատակով։ Co-living-ն ունի 60 սենյակ եւ միաժամանակ կարող է հյուրընկալել մինչեւ 120 մարդու։ Տարածքում համադրված են բնակության մի քանի ձևաչափեր։ Ստորին հարկերում գործում է համատեղ կեցության մոդելը, ընդհանուր խոհանոցներով եւ հանրային գոտիներով, իսկ վերին հարկերում առաջարկվում են ավելի մասնավոր բնակության տարբերակներ։ Это не два отдельных проекта, но это часть. Սրանք երկու առանձին նախագծեր են, սակայն դրանք կազմում են այն բազմաֆունկցիոնալ համալիրի մի մասը, որը Green Rock-ը փուլային եղանակով իրականացնում է Դիլիջանում։ Green Rock-ը ձևավորում է ոչ միայն առանձին նախագծեր, այլև էկոհամակարգ, որոնք լրացնում են միմյանց։ Մենք աշխատում ենք, որպեսզի քաղաքով հետաքրքրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ, փորձագետներ եւ զբոսաշրջիկներ։ Եվ այդ ամենի համար մեզ միանշանակ անհրաժեշտ է զարգացնել մեր ենթակառուցվածքները։ Villa 3-ում նախատեսված են աշխատանքային ու հանգստի գոտիներ, հանդիպումների սենյակներ, գրադարան, դասախոսությունների եւ միջոցառումների տարածք եւ բացօթյա հատված։ Villa 3-ի ինտերիեր դիզայնը մշակվել է միջազգային IND ճարտարապետական բյուրոյի հետ համագործակցությամբ։ Տարածքի առանցքային տարրերից է կենտրոնական բուխարին, որը պատրաստված է վերամշակված պլաստիկից 3D տպագրության տեխնոլոգիայի կիրառմամբ։ For us it was really interesting project to make because this Մեզ համար սա իսկապես հետաքրքիր նախագիծ էր, քանի որ փորձ է արվում գաղափարը համատեղել ազգային ժառանգության հետ եւ միևնույն ժամանակ ներառել արդիական տարրեր, որոնք բավականին տարածված են նմանատիպ տարածքներում։ Մենք փորձում էինք ժամանակակից տարածքի այս զգացողությունը փոխանցել կապույտ դիզայնով եւ ժամանակակից կահույքի միջոցով եւ հատկապես հավանել ենք բուխարին։ Մենք իսկապես հույս ունենք, որ այս վայրը կդառնա ամբողջ տարածքի զարգացման մեկնարկային կետը։ Նախագծի գաղափարախոսությունը հիմնված է երրորդ վայրի հայեցակարգի վրա, որպես տան եւ աշխատանքի միջև գտնվող տարածք, որտեղ ձևավորվում են համայնքներ եւ առաջանում համագործակցության նոր ձևեր։ Միջազգային ADGA ստանդարտի գնահատման արդյունքների համաձայն նախագիծը հնարավորություն է տալիս 35%-ով նվազեցնել էներգիայի, 30%-ով ջրի սպառումը, ինչպես նաեւ 39%-ով կրճատել շինանյութերի ածխածնային հետքը։ Կարծում եմ Դիլիջանը այսօր դարձել է ոչ միայն զբոսաշրջային, այլ նաև իսկապես բազմաֆունկցիոնալ մի վայր, որտեղ հանդիպում են եւ զբոսաշրջիկը, եւ գործարարը, եւ պետական խոշորագույն կառույցներ, ինչպիսին է կենտրոնական բանկը։ Villa 3-ը հանրային տարածք է, որը կարող է տրամադրություն եւ բնավորություն փոխել Դիլիջանում։ Մասնավորապես գիտենք, որ digital nomad-ները կամ ինչպես հայերեն ասում են թվային թափառաշրջիկները մեծապես գնահատում են եւ սիրում են Դիլիջանը, գալիս են այստեղ ապրելու, աշխատելու, այսպիսի վայրերը նրանց ոգևորում են եւ նպաստում են, որպեսզի որոշում կայացնելու թե ուր գնան հեռավար աշխատանքի համար, ընտրում են հենց Հայաստանը, ընտրում են Դիլիջանը։ Նոր տարածքները ստեղծում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ քաղաքում տարբեր ձևաչափերի այցերի եւ բնակության համար, կարճաժամկետ այցերից եւ ուսուցումից մինչեւ երկարաժամկետ բնակություն, հեռավար աշխատանք եւ նոր նախաձեռնությունների իրականացում։ Գայանե Գաբոյան, Հայկ Վարսաղյան, Armenpress։